Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրոմոբիլը։ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատասխանատուները գործող իշխանություններն են, հայտարարել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Գևորգը մեզ պատմեց, որ քնից արթնացել են մեքենային հարվածելու աղմուկից։ Փաստորեն կոտրել են ապակին, բենզինով լի վառվող շիշը նետել են մեքենայի մեջ, ներկայացրեց Ստեփանյանի թիմակիցը։ Մանուկ Սուքիասյանը համոզված է, մեքենան հրկիզելը ընդդիմադիր գործչին ահաբեկելու նպատակ ունի, քանի որ Ստեփանյանը որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունի։ Սա կրում է ակնհայտ պատվիրովի բնույթ։ Այս ամենի պատասխանատուները շահառուները գործող իշխանություններն են։ Սա խոսվում է այն մասին, որ իշխանությունները խրխրացնում են, չեն տիրապետում իրավիճակին ու դիմում են նման ստոր քայլերի։ Սա ամոթ է խայտարակություն, ստորություն, լակոտություն, գյադայություն, ճղճիմություն։ Այս ամենի պատասխանը տալու եք, եթե հաշված ժամերի ընթացքում չբացահայտեք, բոլորս իրավունք ունենք պնդելու, որ պատվիրատուն դուք եք, սրա հետևում դուք եք կանգնած։ Ամեն քայլափոխի մի տեսախցիկ կա դրված, ասաց Սուքիասյանը։